Ողջույն, այսօր շարունակելու ենք ավետարանական առակների շարքը և առաջին առակը կոչվում է «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Մի անգամ աշակերտը հարցրեց ուսուցչին. «Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը»։ «Ում կյանքի», զարմացած պատասխանեց ուսուցիչը։ Աշակերտը մի փոքր մտածեց, ապա պատասխանեց. «Առհասարակ, ամբողջ մարդկային կյանքի»։ Ուսուցիչը խորը շունչ քաշելով իր խոսքն ուղղեց աշակերտներին. «Փորձեք դուք պատասխանել»։ Աշակերտներից մեկն ասաց. «Միգուցե սե՞րն է»։ «Վատ չէ», ասաց ուսուցիչը, «բայց արդյոք միայն սերը բավարար է, որպեսզի ծերության տարիներիդ հասկանաս, որ կյանքդ իզուր չես ապրել»։ Ապա մի այլ աշակերտ ասաց. «Իմ կարծիքով կյանքի իմաստը մեզնից ինչ-որ հետք թողնելն է, ինչպես ձեր օրինակն է, ուսուցիչ»։ «Օ՜», ժպիտով պատասխանեց ուսուցիչը, «եթե ես ձեզ լավ չճանաչեի, սա կընդունեի որպես հաճոյախոսություն»։ Այսինքն, ուզում ես ասել, որ մարդկության մեծամասնությունն անիմաստ է ապրում։ Մի փոքր լռությունից հետո երրորդ աշակերտը փոքր-ինչ անվստահությամբ առաջարկեց. «Իսկ միգուցե մարդուն պետք չէ փնտրել այդ իմաստը»։ «Կխնդրեմ ավելի մանրամասն պարզաբանես», հետաքրքրված հարցրեց ուսուցիչը։ «Ինչու ես այդպես մտածում»։ «Ինձ թվում է», ասաց աշակերտը, «եթե մտորենք այս հարցի վերաբերյալ, ապա առաջին, ճիշտ և վերջնական պատասխանն այդպես էլ չենք գտնի, կամ էլ անընդհատ պատասխանի վրա կկասկածենք, իսկ երկրորդ, ինչ պատասխան էլ որ գտնես, կհայտնվի մեկը, որը համաձայն չի լինի քո պատասխանի հետ։ Այսպես ամբողջ կյանքդ կանցնի պատասխանը որոնելով»։ «Այսինքն», ժպտաց ուսուցիչը, «կյանքի իմաստը ո՞րն է»։ «Ապրել», ասաց սովորողը։ «Ինձ թվում է դա է պատասխանը», ասաց ուսուցիչը և ձեռքի շարժումով հասկացրեց, որ դասը վերջացավ։ Եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։